Օրինակ բան տեղի ունեցավ, դատարանը երկարացրեց 3 ամսով տնային կալանքները եւ պարոն Գալստյանի եւ պարոն Քոչարյանի որոշումը կստանանք կհասկանանք հիմնավորումները։ Ինչպես եք բացատրում ձեր բացատրությունը այս ամենը, որն է քաղաքական չի դադարում քաղաքական հետապնդումը։ Միանշանակ, ու սա ես ուղիղ կապում եմ ընտրությունների հետ։ Հիմա կստանանք որոշումը, ավելի պարզ կլինի արդեն, բնականաբար կբողոքարկենք, որովհետև չի կարող այնպիսի հիմնավորում լինել այդ որոշման մեջ, որը կարող էր օրինակ, չգիտեմ, բացատրել, թե ինչի օրինակ 20 միլիոն դրամը բավարար չէր այդ ռիսկը, հնարավոր ռիսկը զսպելու համար։ Պարոն Բաբայան, մի ճշգրտում, հայտնի դարձավ, որ ինչ-որ բժշկական հարցի հետ կապված է պարզաբանումներ պետք է մտցվի, այսինքն հնարավորություն է… Այդ մասով հաշվի առնելով, որ նաև պարզաբանման մեջ պիտի հիվանդություններին հղում արվեր, դրա մասով դատարանը կայացրեց որոշում, որ եւ ընդհանրապես առողջության հետ կապված ցանկացած դեպքում դատարանին 1-2 օր առաջ կտեղեկացնենք եւ համապատասխան բուժումները կիրականացվի, այսինքն բուժման նպատակով բնակության վայր լքելու թույլտվությունը առանձին քննարկման առարկա կդառնա եւ կլինի համապատասխան թույլտվություն։